Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Հարգելի ռադիո լսողներ, ռադիո դիտողներ, դուք լսում եւ դիտում եք իրական իրավունք հաղորդաշարը, տաղավարում հաղորդման հեղինակ Էդմոն Մարուքյանն է եւ ես Գարեգին Խումարյանը քննարկում ենք նախորդային Վանաձորում տեղի ունեցածը։ Այստեղ մի կարևոր բան էլ բացահայտվեց, Էդմոն, շատ վատ վիճակագրություն, բայց իրականության հետ առերեսվել պետք է։ 4-ը 18-22%-ն է։ Եթե դիտարկենք սա որպես մեր հասարակության մոդել, այսինքն մեզանից ամեն 4-րդը, 5-րդը, ասենք այսպես, իր ոչ գրավոր, ոչ բանավոր խոսքը հարգել չունի։ Նման պահվածքի համար, ասենք Ճապոնիայում, գիտեք, ես չէի շտապի այդ մարդկանց դատապարտել, որովհետև որևէ մեկս չգիտենք, թե ինչ պայմաններում են նրանք դա արել։ Որևէ մեկս չգիտենք, թե ինչ սպառնալիքների տակ են նրանք եղել։ Եթե պարզվի, որ այդ մարդիկ վերջերս մի օր պետք է պարզվի, չէ՞, ասեն, որ իրան շատ ենք սիրում կամ մենք հանրապետական ենք քողարկված, չգիտեմ։ Դրա համար ենք քվեարկել, ես ձեզ հետ կսկսեմ համաձայնվել։ Բայց եթե պարզվի, որ այդ մարդկանց ինչ որ սպառնալիքների արդյունքում են դրան մղել, եւ նրանք չէին կարող հրապարակային դա ասել կամ ձեր տպավորությամբ կա նման բան։ Ես հասկանում եմ, որ դուք ես միանշանակ չեմ բացառում, որ կարող է լինել նման բան, եւ սա է հենց հարցը, այսինքն դատապարտելուց առաջ մենք պետք է հասկանալ ոնց է եղել, որ այս մարդիկ չեն ուզեցել քվեարկեն։ Ստորագրելուց հետո։ Եվ հենց այս խնդիրը շատ լուրջ խոսուն խնդիր է, եւ ես չեմ ցանկանա պրոյեկտել սա մեր հասարակության վրա, որովհետեւ հենց գաղտնի ծածուկ այդ պայմանավորվածությունների մեջ է իշխանությունը գործում։ Ինչու ենք մենք հուշագիր ստորագրում։ Կարող ենք, չէ՞, գաղտնի ծածուկ պայմանավորվել 3 ուժերով, ոչ մեկ ինչ ասել, որ գնանք այդ օրը քվեարկեին։ Բայց դա կլիներ արդյոք ազնիվ վանաձորցիների նկատմամբ։ Վանաձորցիների պահանջի բավարարում դա կարող էր համարվել իրավական եւ բարոյական քաղաքական տեսանկյունից։ Մենք պաշտոնապայես հուշագիր ենք ստորագրում, մարդիկ դա ողջունում են, որ այո, վերջապես ինչ որ միավորում կա, որը ընդդեմ իշխող կուսակցության եւ թույլ չի տա վերարտադրություն եւս 5 տարի, եւ որևէ ծածուկ բան չկար, չէ՞։ Եվ այն ինչ որ ծածուկ տեղի ունեցել, ուրեմն դրա մեջ այնքան բան կարող է լինել, որ ես չեմ շտապում դատապարտել այդ մարդկանց։ Լավ, էլի վերադառնանք իրավական հարցին, տվյալ դեպքում ավելի շատ քաղաքացիայի իրավական հարթության մեջ։ Դիցուք չի եղել սպառնալիք, դիցուք չի եղել ճնշում, բայց ինչ որ հանգամանքների բերումով այդ հուշագիրը խախտվել է։ Հիմա հուշագիրը որպես փաստաթուղթ ստորագրված եւ կնքված, ինքը ինչ իրավական բնույթի հետևանքներ է նախատեսում հուշագրի դրույթները խախտած կողմի համար։ Այն նախատեսում է մենք քաղաքական հետևանքներ։ Հուշագիրը քաղաքական փաստաթուղթ է։ Նա իրավական փաստաթուղթ չէ։ Չէ, բայց կանիք է, չէ՞ դրված ուրա։ Կապ չունի։ Նա քաղաքական փաստաթուղթ է եւ քաղաքական պայմանավորվածությունը խախտելը առաջացնում է քաղաքական հետևանքներ, ոչ թե իրավական հետևանքներ։ Այսինքն եթե գիտես որ X-ը, Y-ը, Z-ը, չգիտեմ, ինչ որ պայմանավորություն են խախտել, դու այլևս նրանց հետ քաղաքական որևէ քննարկումներ, մոտեցումներ, ինչ որ հետագա համագործակցություն, հա, իրարաջակցել, այլևս չես տեսնելու։ Եվ դա է լինելու հետևանքը։ Այլ հետևանք այն չի կարող ունենալ։ Դու չես կարող դատի տալ, ասել, գիտես դու հուշագիր ես ստորագրել, հետո գնացեք քվեարկել։ Չես կարող։ Չես կարող, որովհետև դա վնասի փոխհատուցում պահանջել չէ, դա քաղաքական փաստաթուղթ է։ Բայց ես պետք է ասեմ, որ դրա հետևանքն ավելի ծանր է, քան այն իրավական հետևանքը, որ կարող է լինել, ինչ որ վնասի հետ փոխհատուցում կամ բան։ Դեռ քաղաքական այդ հետևանքը մարդկանց կարող է վերածել քաղաքական դիակների, որը գիտեք ինչ ծանր բան է, էլի, որ դու երբևէ չես կարող թոթափես այդ լուծը, եւ մարդիկ 5 տարի պետքա տանջվեն, տուժվեն այն իրենց արածի համար, որի արդյունքում Վանաձորը կրկին ունեցավ հանրապետական քաղաքապետ։ Ամիսներ առաջ Քրիստի հետ նույն տաղավարում հարցազրույցի ժամանակ նոր դուք մոտենում եք դեռ քարոզարշավին։ Դեռ քարոզարշավն էլ չէր սկսվել։ Մենք այս իրավիճակը դիտարկեցինք, այսինքն նա ասաց, որ նույնիսկ եթե չհավաքեք ձայների մեծամասնություն կամ չստացվի մի խոսքով գաղափարը, դուք ունեք լծակներ
անել այնպես, որ գոյություն ունեցող ընտրված օպոնենտ քաղաքապետի աշխատանքը կատվածահար անել, ուղղակի, որպեսզի չկարողանա տեղից իրար գալ։ Հիմա երբ այդ իրավիճակը մենք ունենք արդեն, կարող ենք ավելի մանրամասն իմանալ ձեր առաջիկա ռազմավարության մասին։ Դուք մի երկու խոսքով լրատվամիջոցներին ասեցիք արդեն դրա մասին։ Նախ մեր նպատակը երբևէ չի եղել որևէ մարմնի գործունեությունը կատվածահար անելը։ Մեր նպատակը փող զսպել, հակակշռել եւ թույլ չտալ, որ այն ինչ որ տեղի ունեցել վերջին 17 տարիներին Վանաձորում, դա կրկնվի եւ շարունակվի։ Սա է մեր նպատակը, որպես ընդդիմադիր ուժ։ Դու եթե իշխանություն ունես, իրականացնում ես քո ծրագիրը, եթե չունես, պետքա զսպես իշխանությանը եւ փորձես քո ծրագրերը նրան իրականացնել տալ։ Եվ այս առումով մեր մարտավարությունը հետեւյալն է լինելու։ Մենք նախ կբոյկոտենք նիստերը, առաջիկա, մի քանի նիստ, որի արդյունքում ստիպված կբացահայտվեն այն մարդիկ, ովքեր որ պետք է ասեն վերջի վերջո, որ իրենք այլևս հանրապետական։ Եթե դուք այդ 18-ով նիստերը բոյկոտում եք, քվորում չկա։ Չկա, ոչ մի բան չեն կարող անել։ Առաջիկա հարցը օրակարգում դրված որն է։ Հիմա չեմ կարող ասել, բայց եթե չեմ սխալվում, պետքա քաղաքի զարգացման պլանը հաստատվի, որը առանց մեզ չի կարող հաստատվել։ Առանց այդ 18։ Այո, եւ այդտեղ պետքա բացահայտվեն մարդիկ։ Այսինքն մենք կհասնենք նրան, որ այդ մարդիկ իրենց կբացահայտեն, որտեղ դա մեր գործը չի, թող իրենք բացահայտեն։ Եվ կսկսենք անել այն ինչ որ խոսք ենք տվել քարոզարշավի ժամանակ, զսպել հանրապետական իշխանությանը նաև տեղական մակարդակում։ Եվ բնականաբար մեր ունեցած ռեսուրսը, մանդատների թիվը եւ պատրաստված ավականու խմբակցությունները բավարար են դա անելու համար։ Եւ սա է լինելու մեր առաքելությունը։ Այսինքն հուլիսի 32-ով ստորագրած հաշիվ ապրանքագրել էլ չեն լինելու։ Ոչ միայն դա, ամեն դեպքում մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի, բայց գիտեք, հանրապետական իշխանությունը եւ ելի կարող անել։ Ձեր լծակները որքանով լուրջ լծակներ են իբրև։ Շատ լուրջ լծակներ են, որովհետեւ տեսեք 13 մանդատի դեմ 10 մանդատ մենք ունենք, 3 մանդատ ԲՀԿ-ն, 5 մանդատ Հայկական վերածնունդը եւ այդ բացահայտումներից հետո մենք շարժվելու ենք առաջ, էլի, եթե 14 հոգի ենք, լավ, եկեք սենսնենք, 14 հոգի ենք ֆիքսվել։ 14 մանդատը ընդդեմ եղած 19 մանդատի մեծագույն լծակ է։ Մեծագույն լծակ, որ որևէ բան չկարողանան անել, ապօրինություն թույլ տալ, քաղաքի կանաչ գոտիները վերացնել, քաղաքի հարկեր турքերը անօրինական բարձրացնել կամ սրան նրան զեղչեր անել, հովանավորյալներ ունենալ եւ այսինքն այն ինչ որ տեղի է ունեցել վերջին 17 տարիներին դա մենք կարող ենք կանխարգել են ամբողջությամբ։ Եթերաժամն ավարտին է մոտենում, Էդմոն ձեր կարծիքով ինչի էին այդքան կարճած ձեր օպոնենտները այս արդյունքից, այսինքն ինչի համար էր դա իրենց այդքան շատ, թե ինչի էր ընդդիմությանը պետք կարող եմ ենթադրել, թե ինչի է գործող իշխանությանը, որը 17 տարի մեծ հաշվով, այսինքն ընդդիմության պետքը լեգիտիմ էր, տեսեք, ընդդիմությունը ուզում էր իր լեգիտիմ 18 մանդատը ֆիքսի, որը որ տեղի չունեցավ։ Իշխանության պահանջը լեգիտիմ չէր եւ չի կարող լինել։ Ասածս այն է, որ ձեր տեսեք, իրենք ասում են քաղաքը չենք տա։ Իրենց մտածողության մեջ իրենք ինչ որ բան էին տալիս եւ դրա համար էր պայքար այդ զորբայությունը, այդ ապօրինությունները, այդ խայտառակությունը, որ տեղի ունենում ուղիղ եթերում, դրա համար էր։ Ես նկատում եմ, որ ձեր քաղաքական ուժը ինքը երբեք մարգինալ ու ծայրահեղական կոչերով, գործողություններով Հիմա էլ չենք այդ գծի մեջ։ Հա, այդ եմ ասում։ Երբեք աչքի չի ընկել ու ինքը շատ այսպես փափուկ կոնվենցիոնալ միջոցներով, այսինքն նկատի ունեմ ձեր քաղաքապետի հետ երկրի իշխանությունն էլ հանգիստ կարող էր աշխատել գոյություն ունեցող օրենքի սահմաններում։ Ինչի այդքան կարևոր, որ այդ քաղաքը չտանք։ Ինչ է ժամ քաղաքը տանք չտանք։ Հենց դա, այսինքն իրենց մտածողության մեջ իրենք իրավունք չունեն անգամ ինչ որ մի փոքր տեղ ինչ որ բան զիջելու։ Եվ սա հենց հոդս ծնդացրեց այն հայտարարությունները կապված սահմանադրության բարեփոխումների, չգիտեմ ինչ նոր, չգիտեմ ինչերի հետ փոփոխություններ, բան, այդ ամբողջությամբ բացվեց, որ դա հեքիաթ է։ Եթե թույլ տային, չճնշեին այդ մարդիկ իրենց հուշագրի պարտավորությունը կատարեին, Հայաստանում կլինեին պոզիտիվ իմպուլսներ մինչև ապրիլյան ընտրությունները, որը միայն կարող էր դրական դիցքեր հաղորդել եւ Վանաձորից գոնե արտագաղթած մարդկանց սկսել կամած ետ վերադարձնել։ Բայց այն իմպուլսը, այն սիգնալը, այն ինդիկատորները, որոնք հիմա կան, երեկվա խայտառակությունից հետո դրանք միանշանակ տանում են հուսալքության, նիհիլիզմի զարգացմանը, հուսալքության, որ մարդիկ ասեն, որ
անհնար է, տեսագոր ասում ենք անհնար է, տեսագոր սխալ էր ընտրությունների մասին։ Չէ, հիմա ասողներ շատ կլինեն։ Շատ կան, այո, տեսագոր, չգիտեմ, ճիշտաբռնության մեթոդը, պետքա սրանց դեմ զենք կիրառել, այսինքն այն ինչ որ մենք միշտ դատապարտել ենք, ասել ենք չէ, ոչ, ու հիմա էլ դատապարտում եք։ Հիմա էլ ենք դատապարտում։ Դա չի ճանապարհը, իշխանությունը անընդհատ մարդկանց բերում է այդ մտքին, որ միակ ճանապարհը սա է։ Մենք որպես կոնվենցիոնալ քաղաքական ուժ, ինչպես դուք ասացիք, մենք էլի ենք ասում, դա չի ճանապարհը, պետք է շարունակել պայքարել, եւ այն քաղաքացիները 11000 մոտավորապես որ ձայնատվել Լուսավոր Հայաստան կուսակցությանը, ես վստահ եմ պարլամենտական ընտրություններին կկրկնապատկվի եւ կրկնապատկվելու արդյունքում մենք ավելի շատ շանսեր կունենանք մեր գաղափարները առաջ մղելու համար եւ հուսալքվելու որևէ բան չկա, քաղաքական process է, մենք մինչեւ վերջ տարել ենք հանուն Վանաձորի, հանուն քաղաքացիների պահանջի եւ նրանց պահանջը մենք մինչեւ վերջ կատարել ենք։ Եթերաժամն ավարտին մոտեցավ, շնորհակալություն Էդմոն ձեր հաղորդաշար վերադառնալու համար, ձեր վերլուծությունների համար, հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, հաջորդ թողարկմանը կլինի միայն Էդմոն Մարուկյանը, ես արդեն չեմ լինի, այսօր այսպիսի բացառիկ մի փոքր բացառություն արեցինք հայտնի հանգամանքները հաշվի առնելով, մնացեք լրատվական ռադիոյի հետ, շնորհակալություն ուշադրության համար։